Բարև ձեզ սիրելի քույր եղբայրներ։ Այսօր խոսել ենք նորից աստվածաշնչյան մի թեմայի շուրջ, հափշտակության թեմայի շուրջ, որը այսօր շատ-շատերին է հետաքրքրում, մինչև անգամ աշխարհի անհավատ մարդկանց էլ է հափշտակությունը վերջի ժամանակների հետաքրքրում, որ նրանք կինոներ են հանել այդ ուղղությամբ երևի շատերը տեսել են եւ այլ, բայց այս վերջերս ես խոսում էի հոգեվոր մի եղբոր հետ, որ ինքը ուսուցիչ էր, ուսուցանում էր Աստվածաշունչը, սովորել ավարտել էր Աստվածաշնչյան մի բարձրագույն ինչ-որ հաստատություն եւ ինքը եկեղեցիներում ուսուցանում էր ինչ-որ թեմաների շուրջ, քարոզության եւ այլ շուրջը։ Ու երբ որ մենք զրույցի ժամանակ ես աշխատում էի նրան հասկացնել, որ Աստվածաշունչը հոգի է, հոգեվոր, հոգով մենք պետք է պաշտենք ասում։ Նա ասում էր դա այո կա, բաներ կա, որ հոգևոր են Աստվածաշնչի մեջ, բաներ կան, որ ոչ։ Ես ասում եի, որ ոչ, բոլոր Աստվածաշունչը հոգևոր է։ Աստված չի կարող կես հոգի, կես մարմին լինի։ Աստված ամբողջապես հոգի է, եւ նրան պետք է երկրպագեք հոգով եւ ճշմարտությունով, ասեց Հիսուս Քրիստոսը։ Ինքը ինձ ասեց, ես չեմ հասկանում, լավ, հոգևոր, կհասկանամ, ասենք մնացած ինչ որ տեղեր էլի Աստվածաշնչից, բայց հափշտակությունը, հարությունը, հոգևոր ո՞նց կարելի է դա այդպես հասկանալ։ Ու ես այսօր ուզում եմ խոսել հոգևոր այդ հափշտակության մասին։ Բացի այդ էլի հարցեր են եկել ինձի, որ հափշտակության մասին խոսեմ, անհասկանալի է կարծես շատերի համար։ Մի խոսքով, այսօր խոսում ենք հափշտակության մասին։ Համարներ եմ հանել ես այստեղ Աստվածաշնչից, շատ տեղերից հափշտակության մասին կարդամ, քննենք ամբողջս, ամենքս ու մեր սեփական հասկացողությանը, ասենց ասած, ստիպենք, մեր ջանք անենք, աշխատենք, Աստված սիրում է աշխատասեր մարդուն։ Աստված սիրում է, որ դու աշխատում ես դրա վրա։ Աստված որոճացող կենդանիներին, որ աշխատում էին, աշխատելով, ծամելով, երկար ծամելով էին կուլ տալի, նրանց մարսողականությունը ավելի ուժեղ էր, քաստ էին գազանները, որ թույլ չտվեց գազանների մսից ուտել, որովհետև նրանք չէին աշխատում իրանց կերակուրը կուլ էին տալի։ Մի խոսքով Աստվածաշունչը Աստված ավելի ճիշտ շատ է սիրում, որ իր աշխատողը իր այգիի մեջ, իրեն հավատացող իր որդիները աշխատեն այգիի մեջ։ Եթե ես այսօր ծույլ լինեմ, լսեմ, այն եղբայրը սենց ասե, ուրեմն սենց է, ու ես չաշխատեմ դրա վրա, չհասկանամ, թե դա արդյոք ճիշտ է, թե արդյոք ճիշտ չի։ Միգուցե եղբայրը տկար է, միգուցե դեռ չի հասկացել եղբայրը, միգուցե ամբողջությամբ չի հասկացել այդ եղբայրը, ինչ որ մի բան թերի է։ Իսկ այդ մի բան թերին կվնասի ամբողջ զանգվածը կթթխմորի, այդ մի փոքր տգիտությունը կքանդի ու կավիրի։ Հասկացեք, մենք պետք է լսենք, եղբորն էլ մենք պետք է կարդանք, մենք պետք է անհավատ մարդն էլ մինչև անգամ երբ որ այսօր Աստվածաշնչից խոսում է, աթեիստ մարդը, երբ որ հակառակ բաներ ասում Աստվածաշնչից, ես ուշադիր լսում եմ, ես աշխատում եմ հասկանամ նրա մտքի խորությունը ինչ է ուզում ասի։ Երբ որ մեկն ասում է, այս բաժակը սև է, ջուրը միջի սև է սրա, ես չեմ ասում, հո դու հիմար չես, դու սխալ ես, դու մոլորված ես, սա սպիտակ է, ոչ, ես սկսում եմ մտածել, ես կարամ ասեմ ու կդրվեմ, ու ես չեմ կարող հասկանալ, որ սրա մեջ սև գույներ էլ կան, շատ սև ստվերներ կան այս բաժակի մեջ, չեմ հասկանա, երբ որ նրան ասեմ, դու մոլորված ես, եսի սպիտակ է։ Բայց ես ականջս տալիս եմ, որ տենամ ինչ է ուզում ասի, ու շատիր լսելուց հետո հասկանում եմ, մի նկարիչ հետ երբ որ ես զրույց եմ ունենում, լուբոյ սպիտակ գույնի մեջ ինքը լիքը սևեր էր հայտնաբերում։ Գույնի մեջ սև ստվերը սև է, մյուսը սև է, լույսի պակաս ավելությունից է սևությունը գալի եւ այլ։ Դրա համար ականջները տվեք լսելուն, երբ որ ականջները տակ լսելուն դու խորը կըմբռնեք, իսկ խորը ամբողջապես ըմբռնողը երբեք չի տուժվի, նա երբեք չի սխալվի, նա երբեք այս կյանքի մեջ փորձությունների մեջ չի սայթակի, նա երբեք ջրի վրայով քայլելով չի սուզվի, Հիսուս Քրիստոսի պես կքայլի։ Մի խոսքով ինչևից է անցնենք հափշտակության թեմային։ Ղուկաս 9-րդ գլուխ 29 խոսքը։ Ուզեք իմ հետ ընթերցեք, ուզեք լսեք, ես կարդում եմ Աստվածաշնչից, տեսեք, 29-րդ խոսքի մեջ գրված է, որովհետև նա պիղծ հոգուն հրամայում էր, որ այն մարդիցը դուրս գա, որովհետև շատ ժամանակ էր, որ հափշտակել էր նրան եւ շղթաներով ու ոտնակապերով կապված պահվում էր, բայց կապանքները կտրում էր եւ դևիցը անապատ էր տարվում։
Հիսուս Քրիստոսը Դևին հրամայում էր, որ դուրս գա այն մարդու միջից, որը Դևից հափշտակվել էր։ Հափշտակել բառը ես ուզում եմ, որ մենք ըմբռնենք ամբողջապես։ Հափշտակել, ի՞նչ է նշանակում հափշտակել։ Հափշտակել նշանակում է, որ ինչ որ մի իրավիճակի միջից ոչ թե ձեռից բռնես դուրս անես, այլ հափշտակես, փախցնես։ Հասկանում եք, տեղափոխել մի ուրիշ իրավիճակի մեջ, մի ուրիշ վայրի մեջ տեղափոխել։ Հափշտակել բառի միտքը, իմաստը։ Ստեղ նորմալ խաղաղ կյանքից դևը հափշտակել էր այս մարդուն։ Ու դևը առաջնորդում էր այդ մարդուն, այսինքն խաղաղությունից հափշտակել էր ու առաջնորդում էր անապատ տեղեր ու շատ փորձությունների մեջ։ Սրան մենակ կարա Հիսուսը բժշկի։ Տեսեք, Հիսուսը բժշկում էր սրան, հանում էր այդ դևին։ Այսինքն Աստծո խոսքը հանում է այդ դևին։ Երբ որ իմ խաղաղությունը ընկնում է, ես տեսնում եմ ուրախ, երջանիկ, հարսանիք է, կամ ինչ որ մի ուրախության վայր է, բոլորը ուրախանում են։ Ու ես մտել եմ այդտեղ ու հանգարց կարծես հափշտակվում է իմ ներսը, այդ խաղաղությունը հափշտակվում է իմ միջից։ Տխրություն է գալի, թարս եմ նայում բոլորին, տրտմություն է գալի իմ վրա։ Ինչ որ իմ տշնամուն տեսա այդ իրավիճակի մեջ, միջավայրի մեջ, ու սկսեցի ատելությամբ նայել այդ իմ տշնամուն, ու իմ խաղաղությունը կորավ իմ միջից, խառնաշփոթություն առաջացավ։ Ես հափշտակվեցի այդ ուրախության միջից ու խաղաղությունը հեռանալով ինձանից, հափշտակվելով ես խաղաղության միջից, ընկա մի հատ անապատ վայրի մեջ։ Եվ երբ որ Հիսուսը, մենակ Հիսուսը ինձի, այսինքն Աստծո խոսքը, երբ որ ինձի հիշեցնում է ներա քո տշնամուն, խղճա քո տշնամուն, աղոթ կարա նրա համար։ Հասկանում եք, սա Հիսուսն է, որ ասում է ներա քո տշնամուն, քանի անգամ ներեմ, 7 անգամ, 70 անգամ։ Ծննդկանի ցավ քաշա քո տշնամու համար, սիրա քո տշնամուն, այս խոսքերն են ինձի բուժում։ Հիսուսը տեսեք հանեց այդ դևին, անխաղաղության դևին հանեց այս մարդու միջից։ Հիսուսը, այսինքն Աստծո խոսքը հանեց։ Այս խոսքերը երբ որ գալիս է իմ մեջ, այդ խոսքերն են հանում իմ միջից։ Ու ես սկսում եմ աղոթել այդ տշնամու համար, ու ես սկսում եմ առիթ փնտրել խաղաղության իր հետ շփվելու, բան անելու, ու իմ ուրախությունը չի հափշտակում, այլ դևը չի կարողանում հափշտակել։ Հափշտակության միտքը։ Հափշտակության միտքը, հեսա մենք կգանք այն հափշտակությանը, որ Աստված պետք է երկրի վրայից հափշտակի բոլորին, չտապենք կամաց այս օրինակները, շատ տեղեր կա հափշտակության մասին Աստվածաշնչի մեջից, բայց մենք կարդանք մի քանի տեղ, որպեսզի ընդհանուր հասկացողություն, ընդհանուր գիտակցության գանք։ Տեսեք, հիմա կարդում ենք Գործք առաքելոց 8:39։ Գործք առաքելոց 8:39 խոսքը։ Եվ երբ որ ջրիցը դուրս եկան, Տիրոջ հոգին Փիլիպոսին հափշտակեց։ Այն ներտնապետին, երբ որ Փիլիպոսը մկրտում է ջրի մեջ, տեսեք, ասում է, երբ որ ջրիցը դուրս եկան, Տիրոջ հոգին Փիլիպոսին հափշտակեց, եւ ներքինին այլևս չտեսավ նրան, եւ նա ուրախությամբ գնում էր իր ճանապարհը։ Փիլիպոսին հոգին հափշտակեց, այդ միջավայրից հափշտակեց ուրիշ միջավայր տարվեց։ Այսինքն Փիլիպոսը հանդիսանում էր այդ ներտնապետի համար Փիլիպոս գիտենք ամեքսել Քրիստոսի 12 աշակերտների միջից բնագրով Փիլիպոս նշանակում է վազող ոտքեր, ավետարանչի ոտքեր, քարոզողներ, խոսքը տարածող Փիլիպոսը։ Եվ երբ որ Փիլիպոսը տեսավ ներտնապետին, կանդակաթակող ներտնապետին, նրան մոտեցավ Եսայիա գիրքը կարդում չմոռանանք, եւ նրան բացատրեց, հավատաց ներտնապետը եւ ասեց ջուրը, ինչը կարգելի մեզ։ Եվ Փիլիպոսը իջավ, մկրտվեց նրան ու հափշտակվեց, որովհետեւ ներտնապետը երբ որ հասկացավ Եսայիա գիրքը, որ Քրիստոսի մասին էր գրվածքը, Քրիստոսի Աստծո որդու մասին էր, էլ իրան պետք չէր քարոզել, հափշտակվեց այդ քարոզողը ուրիշներին արդեն ինքը Քրիստոսը իր մեջ էր։ Արդեն ներտնապետի մեջ էր ու Փիլիպոսը հափշտակվեց այդ վայրից, որտեղ այդ պետք չէր։ Հասկացեք, եթե դու 10 օր դասարան լնես ու մի հատ ուսուցիչ գա ու քեզ ասի քեզ մեծ վարձով ուզում եմ սովորացնեմ ամիսը $1000 փող վճարի ու ես քեզ պետք է սովորացնեմ տառերը, հայերեն տառերը։ Դու կվճարես նրան։ Լավ, ձերի էլ թեկուս սովորացնի։ Դու կնստես կլսես իր ատառը, բտառը ոնց է գրվում, ոնց չի գրվում։ Իհարկե ոչ, ինչի համար, որովհետև դու արդեն անցել ես, դու արդեն գիտես, էլ քեզ պետք չի որ ասեն։ Բայց եթե նա գա ու ասի արի գրենք մի հատ իրար հետ մի հատ ինչ որ մի թեմայի շուրջ մտածենք, խորենք, գրենք, այդ տառերը օգտագործում են գրելուց ես էլ ինքն էլ սիրով կօգտագործեմ։
Այսինքն կսովորեմ իր այդ միտքը, բայց տարերը, որ ասի արեք սովորենք, ատառը սենց է գրվում, բտառը սենց, դու կձանձրանա, դու չես ուզի։ Հասկանում ես, այդ իրավիճակը հափշտակվում է մեր միջից, ուրիշ իրավիճակ է գալիս։ Ինչքանով որ հասկացաք, աղոտ կարեք Տիրոջը ավելի խորը հասկանալու համար, որտեղ ամեն մի խոսքի տակ խորը խորհուրդներ կան, ամեն մի խոսքի տակ խորություններ կան ու այդ խորությունների մեջ կյանք կա, հավիտենական սիրո կյանք կա։ Ուրեմն Գործ Առաքելոց 23-ի 10-րդ գլուխն ենք։ Բացում կարդամ 23 գլուխ 10-րդ խոսքը։ Եվ երբ որ խռովությունը շատացավ, հազարապետը վախեցավ։ Միգուցե Պետրոսը նրանցից պատառվի, երբ որ Պետրոսին բռնել էին բերդի մեջ, խռովություն եղավ այդ քաղաքում, ապստամբության տիպի բան բարձրացավ եւ հազարապետը վախեցավ, միգուցե Պետրոսին պատառեն նրանք։ Զինվորներին հրամայեց, որ իջնեն նրան հափշտակեն նրանց միջիցը եւ բերեն բերդը։ Տեսեք հափշտակության միտքը, հափշտակության բառը մենք ուսումնասիրենք, հետո կասենք բուն թեմային։ Զինվորներին հրամայեց այդ իրավիճակի միջից, որ Պետրոսին կարողա կտոր անեին, կարողա սպանեին, հափշտակեց այդ իրավիճակի միջից, բերեց մի ուրիշ վայր, այսինքն բերեց բերդը, բերեց մի ուրիշ վայրի մեջ։ Հափշտակել բառը, տեսեք ինչ է նշանակում, հափշտակություն, հափշտակել։ Հուդա 23-ը։ Հուդայի թուղթ 23-րդ խոսքը։ Հուդան ունի մի գլուխ։ Եվ մի քանիսին վախով ապրեսրեք կրակից հափշտակելով, ատելով այն պատմուճանն էլ, որ մարմնիցը աղտոտված է։ Տեսեք, մի քանիսին վախով ապրեսրեք, վախեցնելով, Աստծո պատիժները հիշեցնելով, եւ այլը շատ վախի ձևեր կա Աստվածաշնչի մեջ, որ մեկը եթե սանձարցակ է, եթե մեկը չի վախենում, վախով ապրեսրեք, առհամարելով իրանց մեղքն է, մեղավոր վիճակն է, այսինքն մարմնից աղտոտված պատմուճանը գիտենք ամեքսել շորը, հասկացողությունը շնորհքն է մարդու, որը ծածկում է իր մերկությունը։ Իմ մերկությունը, իմ սխալները, իմ հագուստն է ծածկում, հոգևոր իմաստով։ Իսկ իմ մարմնավոր մերկությունը իմ շորն է ծածկում։ Այս երևույթի խորհրդապատկերը նայելով, տեսեք, ասում եմ, մարմնից աղտոտված պատմուճանն էլ ատելով։ Այն շնորհքը, որ աղտոտվել է մարմնից, հասկացեք, ես շնորհք ունեմ, ասենք թե համեստության շնորհք ունեմ, հեզ եմ, լուռ եմ, խոնար եմ, չէ՞։ Գալիս է մի պահ, որ մարմնիցս աղտոտվում է այդ իմ շնորհքը, այդ իմ խոնարհությունը, ես բորբոքվում եմ։ Հասկանում եք, մարմնի վիճակից ելնելով ես աղտոտվում եմ, կեղտոտվում եմ այդ իմ շնորհքը։ Դրա համար այսօր շատերն ասում են, ես էլ հավատացյալ եմ, այս արեց, այն արեց։ Մարմնից աղտոտվում է այդ պատմուճանը, այդ շնորհքը իրանց աղտոտվում է երբեմն։ Ատելով այդ մարմնից աղտոտված պատմուճանն էլ։ Փրկեք, վախով փրկեք։ Տեսեք, հափշտակեք շատերին, այսինքն այդ մեղքի միջից հափշտակեք, հանեք։ Հափշտակության բառի իմաստը։ Տեսեք, Մատթեոս 7:15-ն էլ կարդանք։ Մատթեոս 7-րդ գլուխ 15-րդ խոսքը։ Զգուշ կացեք սուտ մարգարեներիցը, որ գալիս են ձեզ մոտ ոչխարների հանդերձներով, բայց ներսևանց հափշտակող գայլեր են։ Զգուշ մնացեք առաքյալը ստեղ, այսինքն Հիսուս Քրիստոսը ստեղ սովորացնում է, զգուշացնում է մարդկանց, որ զգուշ մնացեք այն մարդկանցից, զգուշ մնացեք այն մարգարեներից, որ իրանց մարդկանցից, որ մարգարեների տեղ են դնում, իրանք մարգարենում են ասու խոսքը, որ գալիս են ձեզ մոտ գառան հանդերձներով, բայց ներսևանց հափշտակող գայլեր են։ Ովքեր են դրանք, ինչ հետաքրքիր է, այս բառը շատ շուտ է օգտագործվում եկեղեցիների մեջ, հավատքի մարդկանց կյանքի մեջ։ Հափշտակող գայլ անա, չգիտեմ ինչ էր բառնավոր, ինչ երևակայություններ են անում։ Տեսեք, մի մարդ, երբ որ գալիս է եկեղեցի կամ ինչ-որ հավատքի կյանքի մեջ ու հավատքի մարդկանց սկսում է վկայել Աստվածաշունչը, իր մարմնավոր հասկացողությունը, երբ որ ինքը թելադրում է նրանց, սկզբից նախ, որ ինքը գալիս է, բոլորը գիտեն գառա, ինքը ասու գառա։ Աստվածանից ղրկված մեկն է, Աստվածաշունչը լավ գիտի, անգիր գիտի, այսքան տարի հավատքի մեջ է, այս անում, այն անում, ամեն ինչը գիտեն, գառը, ասու գառն է այսի։ Օծություն ունի, օծված է ինքը, օրվական պատասխանատու է այս խմբին կամ ուսուցիչը սովորել այս իշտեղը եւ այլ, գառի
գառի հանդերձով է ինքը գալի, որպես գառ, մենք բոլորս էլ ասուգառներն ենք, ասուգառների հանդերձով են գալի, բայց ներսևանց հափշտակող գայլ, այսինքն իմ ներսը մարմնավոր հասկացողությունն է եւ ես հափշտակող գայլ եմ։ Ոնց զգանք այս մարդը հափշտակող գայլ է, թե պրոստը հոգևոր է։ Ոնց պետք է հասկանանք։ Հիսուս Քրիստոսն ասում է ծառը իր պտուղից է երևում։ Իմ ներսը, եթե ես կխոսամ, ու մարդկանց մեջ խռովություն կլինի, եթե ես կասեմ եկեղեցին սխալ է, եկեղեցին ճիշտ է, մենք ենք ճիշտը, բոլորը տարեք ստե նրանց հետ բարև չտակ, նրանց հետ չշփվեք, նրան անարգայինի հովիվ չի, էնի էս չի, իմ ներսի արտահայտությունը, խոսքերը, բառերը, դրանք հափշտակող գայլերի պես են, այսինքն ում որ ես ասում եմ այդ խոսքերը, նրանց միջից հափշտակվում է խաղաղությունը։ Նրանց միջից հափշտակվում է աստվածային որդի լինելու պաշտոնը, ասենց ասած, հափշտակվում է իրանց միջից, նրանք իրանց մեջ զգում են անխաղաղ, նրա հետ վիճում են, կռվում են, խռովություն, հակառակություն առաջանում մարդու մեջ։ Ուրեմն ես ինչքան էլ դրսևանց հեզ ու համեստ գամ, բայց իմ խոսքերը, որը ներսից սա դուրս գալի, հափշտակում է մարդկանց, հափշտակող գայլ, այսինքն պատառում է մարդկանց խաղաղությունը, պատառում է մարդկանց սերը, բարեկամությունը, եղբայրությունը, եղբայրասիրությունը, եկեղեցիասիրությունը, աստվածային սերը եւ այլ, այս բոլորը հափշտակում է։ Եթե մեկ իմ հետ խոսում Աստծո խոսք, հեզ ու խոնար, ախպեր ջան, ես քեզի շատ եմ սիրում, շատ տես մարդիկ կան, որ դրսևանց շատ հեզ են երևում խոսալու։ Գիտես ինչ ես ախպերը, ես գիտեմ իրան ինքը չարի մեկն է, ինքը իր հետ մի բան արա։ Կամ ասենք ինչ որ դու գիտես ինչ դու սխալ ես, որովհետև սենց իմ մեջ խաղաղությունը կորում է։ Ես գմեմ իր ներսից հափշտակող գայլը, ինքը հափշտակում եմ խաղաղությունը։ Իսկ այն մարդը, որ գարան հանդերձով գալիս է, այսինքն ասու անունով, ու խոսում է այս խաղաղություն եմ գտնում, խաղաղություն եմ ստանում, նշանակում է չի հափշտակում իմ խաղաղությունը։ Իմ խաղաղությունը իր տեղում է մնում, իր դիրքում է մնում։ Հասկացաք հափշտակության բառի միտքը, իմաստը։ Հափշտակել նշանակում է ինչ որ մի վայրից հափշտակել, տանել մի ուրիշ վայր։ Տեսեք աշխարհի լեզվով խոսքով ասված մարդիկ կան, որ ասում է հափշտակեցին, թալանեցին սրա խանութը։ Մի ուրիշ վայրից թալանեցին այդ փողը, տարան իրաց գրպանը դրին, իրանցը չէր, բայց հափշտակեցին, տարան։ Ստե հափշտակել բառու միտքը հասկացեք։ Հափշտակություն։ Կարա սատանեն քո խաղաղությունը հափշտակի, կարա Հիսուս Քրիստոսը քո չարությունը քեզանից հեռու վանելով խաղաղություն բերի, հափշտակի քո չարությունը։ Այսինքն չարության վայրի միջից քեզ հափշտակի խաղաղության վայրի մեջ տնի։ Հափշտակություն բառը։ Ուրեմն Առաջի Թեսաղոնիկիցիս 4-րդ գլուխ 12-ից 17-րդ խոսքերը կարդում ենք, որ ամբողջ հափշտակության միտքը, ամբողջ այսքան ասածս դուք մտաբերեք այս խոսքերի վրայով, որ պետքա քննենք այս, որտեղ ամբողջ աշխարհը սպասում է սրան, աշխարհի վերջում պետք է լինի հափշտակություն։ Պողոս առաքյալը այստեղ կոնկրետ ասում ու խոսում է։ Կարդանք ու ամենքս քննենք սա։ Չեմ կամենում եղբայրք, որ տգետ լինեք ննջեցյալների նկատմամբ, որ չտրտմեք, ինչպես ուրիշները, որ հույս չունեն, որովհետև եթե հավատում ենք, որ Հիսուսը մեռավ եւ հարություն առավ, այնպես էլ Աստված ննջեցյալներին Հիսուսի ձեռքովը կբերե նրա մոտ։ Որովհետև սա ենք ասում ձեզ Տիրոջ խոսքովը, թե մենք, որ կենդանի մնացած ենք, մինչև Տիրոջ գալը, ննջեցյալներիցը չենք առաջանա։ Պողոս առաքյալը 2000 տարի առաջ ասում է, որ մենք կենդանի ենք մնացած, ննջեցյալներից առաջ չենք ընկնի, սկզբից ննջեցյալները, հետո մենք։ Չեմ հասկանում, Պողոս առաքյալը մինչև այսօր հափշտակությունը հələ չի ելե, եթե մարմնավոր աչքերով նայենք։ Հափշտակությունը մինչև այսօր չի ելե, ուրեմն կենդանի է Պողոս առաքյալը մինչև այսօր մնացել։ Կամ ինքը իր մասին չէր ասում էր մենք։ Ուրեմն իր հետ էլի մարդիկ կային կենդանի են։ Ոչ հոգևոր իմաստով, հոգևոր մտքով, լսեք, ուշադիր լսեք, որ միտք առնեք սիրելիներ։ Որովհետև ինքը Տերը հրամանով, հրեշտակների ձայնով եւ Աստծո փողով վայր կգա երկնքիցը, եւ Քրիստոսով մեռելներն առաջ հարություն կառնեն, եւ հետո մենք, որ կենդանի ենք մնացած, նրանց հետ մեկտեղ ամպերով օթերի մեջ կհափշտակվենք Տիրոջը դիմավորելու, եւ այնպես ամեն ժամանակ նրա հետ կլինենք։ Ուրեմն իրար մխիթարեցեք այս խոսքերով։ Տեսեք սիրելիներ, տեսեք, Պողոս առաքյալը ասում է, որ մենք, որ կենդանի ենք մնացած, նոր կհափշտակվենք Տիրոջ հետ օթերի մեջ, Տիրոջ հետ կդիմավորենք ու միշտ իր հետ կլինենք։ Այսօր
Տիրոջ խոսքը մենք գիտենք, որ երեք այսօր եւ հավիտյան նույնն է։ Տիրոջ խոսքը գիտենք, որ այս որ գրվել է Պողոս առաքյալի ժամանակով 2000 տարի առաջ կատարվել է քույր եղբայրների ամենքի հետ եւ այդ 2000 տարվանից մինչեւ այսօր ամեն տարի է կատարվում է։ Ամեն տարի է կատարվում է։ Տեսեք, Պողոս առաքյալը համեստություն էր անում, որ ասում էր մենք կենթանի մնացածներս Քրիստոսով ննջեցյալներից առաջ չենք ընկնի։ Ինչա նշանակում Քրիստոսով ննջեցյալ, կենթանի մնացած ու մեռած մնացած։ Մենք այդ թեմայով խոսացել ենք նորից կրկնությամբ ես մի քանի բառով կասեմ, ես տեսեք, ով մեռնում է Քրիստոսի համար, նա մեղքից է մեռնում, որ կենթանի լինի Քրիստոսին։ Այսօր եթե դու հավատացյալ ես, եթե ես այսօր մեռած եմ մեղքի համար, նշանակում է ես կենթանի եմ Քրիստոսի համար։ Իսկ եթե մեռած չեմ մեղքի համար, կենթանի եմ, դեռ նշանակում է սայթակումներ, թերություններ ունեմ։ Բայց երբ որ եկավ հափշտակության վայրը, ժամը, այսինքն երբ որ եկավ իմ կյանքից թելը կտրվելու պահը, ասենց ասած, կյանքից իմ վերջանալը, այն ժամանակ հարություն ենք առնելու, Տիրոջ հետ օթերի մեջ Տիրոջ հետ դիմավորելու ենք։ Այն ննջեցյալներն էլ, որ մեռել են Քրիստոսի համար, մեղքի համար ամբողջապես մեռած են, կենթանի են Քրիստոսի համար։ Նրանք էլ, որ մեռած չեն մեղքի համար, այսինքն կերպ-կերպելի մեղավորներ մեղքեր թույլ են տալի, մեղքեր գործում են, նրանք էլ պետքա հարություն առնեն ու օթերի մեջ Քրիստոսին դիմավորեն։ Տեսեք, պետքա հափշտակվեն, այսինքն Տերը պետքա հափշտակի մահացածներին էլ, ողջերին էլ։ Տեսեք, Պողոս առաքյալն ասում է մեղավորների գլուխն եմ։ Հիսուս Քրիստոսն ասեց, որ մարգարեն իր գավառում պատիվ չունի։ Տեսեք, այսօր, երբ որ մի եկեղեցում հույր է գալի արտասահմանից կամ ինչ-որ մի հեռու վայրից մի եղբայր, նրան ուրիշ ականջով են ժողովուրդը լսում, նրան ավելի են լսում, ավելի կարծես ծարավի պես են լսում, նրան ավելի սուրբ են տեսնում, քան թե իրենց եկեղեցու մեջ ավելի մի հատ զորավոր եղբայր։ Ինչի համար։ Որտեղ զորավոր եղբայրը երբեմն երբ որ սայթակում է կյանքի մեջ, մեղք կա գործում, շփոթվում է մարդ է, սխալ է գործում եւ բոլորի աչքերը տեսնում է այդ սխալը։ Ու երբ որ ասեն ես եղբայրը լավ եղբայր է, սուրբ եղբայր է, կամ հենց ինքը վկայի, որ ես Քրիստոսի սուրբն եմ, մի քանիսը մատնացույց կանեն։ Դու սուրբ ես, բայց այն օրը սենց բան արիր, այն օրը կնոջ ծեիր ծեծեմ, այն օրը բարկացար, այն օրը սենց արիր։ Հասկանում ես, ու ինքը չի կարա էլ ասի, չի կարա սրանց հասկացնի, որ գիտեք ինչ, դա ես չէի, մարմինն էր։ Եղավ անցավ ես զղջացել եմ, էլ չեմ անելու այդ։ Ես իմի ազատ եմ, ես իմի մաքուր եմ, ես իմի սուրբ եմ։ Դրա համար ասում եմ կենթանի մնացածներս, որ կենթանի ենք։ Հասկանում եք։ Իսկ այն մարդը, որ դրսից է եկել, կարա ինքը պարզ ու բացահայտ ասի բոլորին, որ ես սուրբ եմ, ես ոչ մի մեղք չեմ գործում, մեկ չէ որ նրա մասին ոչ մի բան չգիտենք։ Մեզ ինչա մնում հավատալ նրան։ Իսկ այն մարդը, որ մեր մեջ է, թեև սրանից սուրբ է, ավելի սուրբ է այս մարդը, բայց քանի որ թերությունները տեսել ենք, նրան ասում ենք, եսի լմերած չի կենթանի այսի։ Դրա համար Պողոս առաքյալն ասեց, մենք որ կենթանի մնացած ենք, մենք էլ կհափշտակվենք օթերի մեջ Տիրոջը դիմավորելու այն ննջեցյալների հետ։ Դրա համար սիրելիներ, այսօր եթե դուք ինձանից կամ ես ձեզանից հեռու եմ, մենք մեկս մեկի մեղք չենք տեսնում, մենք Քրիստոսի աչքերով ենք իրար մաքուր ենք տեսնում մեկս մյուսի։ Բայց որ մենք իրար հետ շփվենք, իրար հետ ապրենք, իրար հետ աշխատենք, ոնց էլ լինի մեր տկարությունը կտենանք։ Իմը դուք կտենաք, ձերը ես կտենամ։ Ու ես չեմ կարող հպարտանամ ձեր մոտ, հասկանում եք, մարգարեն գավառում պատիվ չունի, ինչ իմաստով գավառում պատիվ չունի, որտեղ բոլորը գիտեն, այս Հովսեփի որդին չի, Մարիամի որդին չի, այս ինչի քույրերի եղբայրները, Հուդայի կամ բալի եղբայրը չի, սրանք չեն սրա քույրը կամ եղբայրները, հասկանում եք, Քրիստոսից, Աստծու որդուց մինչև անգամ գայթակղվում էին։ Ինչի համար, Քրիստոսը որտեղ բացահայտ պարզ իժերի զավակներ, ապաշխարեցեք, ծեփած պատ եւ այլ ասես բառեր էին լսում ու նրանց համար հասկանում ես դառնում էր այդ մարդկանց համար Քրիստոսին տգետ մարդը պատկերացնում է հավատացյալին ոտերը ամբոտ երկնքից նորից ա սենց ասած լրիվ սուրբ ու մաքուր սենց է իր պատկերացման մեջ բայց հասուն հավատացյալ այսինքն հոգով լցված հավատացյալը նա հասկանում է որ ով ուզում լինի թերություն ունի մարդ է Ես կուզեմ այս ամենից առաջ մենք մտաբերենք, մենք գիտակցենք, մենք հասկանանք այս ամենից առաջ, հասկանանք, որ այս մարմնի մասին չի խոսում Աստված, այս մսի արյունի ոսկորների, այս մասին չի խոսում։ Մեր ներսում, մեր ուղեղի ներսում կա հոգևոր մարդ եւ կա մարմնավոր մարդ։
Այս մարմինը ուղղակի մի հատ իրա, մի հատ սարոշկա է, հանեցի, գցեցի, վсё։ Իսկ ներսի մարդը հոգևոր մարդ եւ մարմնավոր մարդ կա։ Իմ հասկացողությունը այս երկուսից մեկին պետքա ծառայի կամ հոգևորին կամ մարմնավորին։ Եթե ես ծառայեցի հոգևոր մարդուն ողորմություն պետքա տամ, եթե ես ծառայեցի մարմնավոր ներսից մարդուն, ես պետքա գողանամ։ Ես պետքա սպանեմ, ես պետքա փրկեմ։ Հասկանում եք, եթե իմ ներսի մարդկանց եմ ես ծառայում, մարդիկ մարմին հասկացողությունը հասկանում են այս մարմինը չի, էսի հողա։ Սրա մոռացեք, այս մարմին չի, էսի հողա։ Մեր ներսում կա Ադամ, առաջի կա երկրորդ Ադամ։ Կա մեղքի Ադամ, կա շնորհքի Ադամ, փրկության Ադամ։ Եթե մենք այսքանը հասկանանք, Պողոս առաքյալն ասում է, ես որ մեղք եմ գործում, հետ չեմ նայում, առաջ եմ նայում։ Հասկանում ես, այս Ադամը մեղավորը, որ պետքա մեղք գործի իմ մեջ, պետքա գործի։ Դա իր էությունն է։ Օծի էությունը սողալն է, կծելն է։ Երբ որ օծը կծի կամ շունը հաչա կծի, մարդիկ չեն մեղադրի նրան։ Նրանք գիտեն, որ ինքը էդ է։ Նրա էությունն է դա։ Երբեք նրանք չեն գայլին բռնեն, սարքեն էշ, վեշ բարձեն գայլի վրան քշեն կամ առյուծի կամ վագրի վրա։ Չէ, որովհետև նրանք հասկանում են նրանց էությունը դա չի։ Չեն կարող նրանց տենց օգտագործեն։ Էշին, ձին կամ ուխտին մյուս կենթանիները, որոնք հելոք են, որոնք հնազանդ են, նրանց կարելի է օգտագործել։ Բայց այսօր մեր հավատացյալները չի հասկանում, որ իմ մեր ներսը կա մի հատ գայլ։ Ես ուր եմ այդ գայլից պահանջում բարի բան։ Ոչխարներս վստահում այդ գայլին կամ աղվեսին։ Ոնց։ Չէ որ իմ տգիտությունն է այդ աստիճանի անում։ Դրա համար իմ ոչխարներն էլ կավիրվեն, կտուժվեմ ես։ Իսկ եթե իմ իմաստությունը մեծ լինի, ես չեմ դավելա, չեմ վստահի երբեք գայլերին։ Սես մի հատ իմաստություն, հասկացողություն պետք է ունենա ամեն մի հավատացյալի մեջ։ Երբ որ եղբորը տեսնի, մեղքա գործը մեզ եղբայրը թերություն անում, սխալ անում։ Ինքը պետք է հասկանա, եթե այդ եղբոր մեջ հավատ կա, եթե այդ եղբայրը զղջում է իր արածի համար։ Չէ որ մենք ամենքս էլ երբ որ իրավիճակը գա, մենք էլ ենք տկարանում, թուլանում, մարդ ենք, մարմին ենք։ Ես նկատի չունեմ, ես մարդն եմ, ես մարմինն եմ, այս ներսիս մարդն է, դեռ կենթանի է։ Ասում է, որ առաջի Ադամին հակել են, Պողոս առաքյալն ասում, երկրորդ Ադամին էլ պետք է հակնենք, որ անեղծ է, անմեղ կա։ Սա պետք է հասկանանք, սիրելիներ։ Թեմայից որպեսզի չշեղվենք, նայեք, հայտնությունը, հափշտակությունը մեր կյանքի մեջ, երբ որ մենք լինենք մի իրավիճակի մեջ, որ այդ իրավիճակը մեզ ձգելու է մեղքի, հավատացեք, ձեր հավատքի, ձեր խաղաղության, ձեր հասկացողության չափի շնորհիվ Տեր Հիսուս Քրիստոսը հափշտակելու է ձեզ, որ այդ մեղքի մեջ չընկնեք։ Հափշտակելու, այսինքն ազատելու է։ Ոնց է կատարվում։ Երկու հոգի ճանապարհով գնում են։ Տեսնում են մեկը հայհոյելով գալիս է իրանց։ Երկուսն էլ հավատացյալ են, երկուսն էլ եկեղեցու եղբայր են, երկուսն էլ քարոզիչ են եւ այլը։ Այս մի հավատացյալ եղբայրը կատաղում հասնում նրան խփում է, մյուս հավատացյալը լուր աղոթք անում դրա համար։ Հասկացեք տարբերությունը սրանց, հասկացեք չափը սրանց, հոգևոր չափը։ Սրան Աստված հափշտակեց այդ իրավիճակից, պահեց խաղաղության մեջ, որովհետև սրա հասկացողությունը, սրա իմաստությունը, սրա գիտությունը, սրա սերը, սրա ձգտումը, սրա կերակուրը Աստված էր։ Իսկ սրանը կեղծավոր ձևն էր, այս մյուս մարդն էր, մարմնավոր մարմինն էր մարդու ներսի։ Իսա հոգևոր մարմինն էր, հոգևոր մարդն էր։ Դրա համար Աստված սրան հափշտակեց, թողեց ընկնի այդ մեղքի մեջ։ Իսկ սրան չհափշտակեց, թողեց, սրան սատանեն հափշտակեց, օգտվելով սրա հասկացողությունից, սրա տգիտությունից, հափշտակեց, գցեց այդ մեղքի մեջ ու ինքը գնաց խառնվեց կռվին կամ հայոյությանը կամ եւ այլն։ Հասկացեք, հափշտակությունը նա է, որ երբեմն պահա գալի, որ դու էլ շանս չունես, դու զգում ես ափերիցը դուրս ես եկել, դու զգում ես, որ պետք է մեղք գործես, բայց մեկ էլ մեղք չես գործում։ Աստվածն էս իրավիճակը ստեղծվում, որ կամ դիմացինը տա խոնարհում քո առաջ, կամ քեզ ուժ տալիս, որ դու լռես, համբերես, Աստված հափշտակում է քեզ այդ իրավիճակից, որ դու մեղք չգործես։ Սա է հափշտակության խորհրդապատկերը, սա է։ Եվ մենք պետք է հնազանդվենք, մենք պետք է խոնարհվենք Աստծո առաջ, որ ինքը հափշտակի մեզ ամեն չար վիճակների միջից։ Ու մենք օթերի մեջ Տիրոջը կդիմավորենք այդ ժամանակ, այսինքն Տիրոջը Քրիստոսի հետ ըլլողը միշտ խաղաղ, միշտ ուրախ կլինի։ Քրիստոսի հետ ըլլողը օթերի մեջ միշտ երջանիկ, միշտ ցնծության մեջ կլինի։
Սա է հափշտակությունը, որ դու էլ ծայրահեղ վիճակի մեջ ես, էլ չգիտես ինչ անես, բայց Տերը քեզ հափշտակում է, թույլ չի տալի, որ մեղ գործես։ Հոգուց ծնվածը ուզենալ մեղ գործի չի կարա, որտեղ հոգին միշտ կհափշտակի իրան այդ մեղքից, կպահի սրբության ու անառատության մեջ։ Ահա հափշտակության խորհուրդն է սա, սիրելիներ, ամենքի շինության համար, ամենքս էլ հասկանանք, ամենքս էլ մտնենք Տիրոջ մեջ, որպեսզի Տերը մեզ հափշտակի, Տերը մեզ հեռու պահի ամեն փորձանքից, փորձությունից, ցայթակելուց, մեղքերից եւ ամեն ինչից։ Լինեք օրհնված, այսքան ամենքից շինության համար, ամեն։